Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առհասարակ ինստիտուտը նոր ինստիտուտ է, նոր անկախ Հայաստանի համար, հետևաբար ինքը որպես կենդանի օրենք, նկատի ունեմ անընդմեջ պետք է անցնի հենց այդ նորացվելու, փոփոխությունների ենթարկվելու բոլոր գործընթացները եւ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա, այդ բեկումնային որոշման հիման վրա հստակ սահմանվեցին երկու սկզբունքներ, որ հենց ապօրինի ծագում ունեցող գույքը ըստ էության որպես այդպիսին կարող է հետաքրքիր լինել կամ առհասարակ ուսումնասիրության ենթարկվել հենց երկու սկզբունքները հետևելով, դա է առաջինը պետք է ապօրինի ծագում ունեցող գույքը հետևի պաշտոնին, ստանձնած պաշտոնին կամ կատարված ենթադրյալ հանցագործությանը։ Առհասարակ հենց ներդրվեց ինստիտուտը, բավականին անորոշություններ կային եւ Սահմանադրական դատարանի կողմից այդ կայացված վերջին որոշման հիման վրա որոշակիություն տրվեց այդ ինստիտուտին, սակայն մինչ օրս կան որոշակի հարցեր, որոնք դեռևս բարձրաբանման եւ առհասարակ հստակեցման անհրաժեշտություն կա։ Դրանք կապված են վաղամիջյան ժամկետներին, կապված են երկու վարույթներին, մեկը ենթադրյալ կատարված հանցագործության վերաբերյալ վարույթին եւ զուգահեռ անցկացվող ապօրինի ծագում ունեցող գույքի, այսպես ասած, հայցադիմումներին որոշակի հարցեր կան, որոնք եւս պետք է անցնեն որոշակի գործընթացներ եւ այնուհետեւ վերջնականորեն հղկվեն։ Պարոն Վերմիշյանի գործը առանձնահատուկ է, դա որպես այդպեսին տարբերվում է մնացած գործընթացներից, որոնք այսօր իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում մեկ այլ անձանց նկատմամբ, ինչով է կայանում այդ առանձնահատկությունը, որ պարոն Վերմիշյանը ըստ էության 91 թվականից սկսված չի ապրել Հայաստանում, գործունեություն է ծավալել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ ստեղծված այն գույքը, որը կա Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստեղծվել է հենց սահմաններից դուրս կատարված գործունեության արդյունքով։ Այսինքն այդ գույքը, որը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետությունում, ոչ հետևել է պաշտոնին, ոչ էլ հետևել է, այսպես ասած, ենթադրյալ հանցագործությանը, այլ, ինչքան հիշում եմ, 4 կտոր գույքի մասին էր խոսքը, դրանք ձեռք են բերվել հենց սկսած 91 թվականից մինչև պարոն Վերմիշյանի կողմից պաշտոնի ստանձնումը, որը եղել է 2000, ինչքան հիշում եմ, 17 կամ 18 թվականին։ Եվ այդ իսկ պատճառով մեր հենց դատախազության կողմից ներկայացված հայցադիմումի շրջանակներում մենք բավականին մեծ ծավալի փաստաթղթեր ենք ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունից, այլ երկրներից, դրանք ներկայացվել են հայերեն թարգմանությամբ, այդ ամբողջ ծավալը ներկայացվել է դատարաններ, այնուհետև դրանից հետո հետևել է Սահմանադրական դատարանի այդ հայտնի բեկումնային որոշումը եւ հենց այդ որոշման հիման վրա էլ դատախազությունը ի վերջո մեր գործընկերները որոշեցին հրաժարվել հայցից, որտեղ ըստ էության այդ երկու սկզբունքները, որի մասին ես խոսեցի, այսինքն ապօրինի գույքը պետք է հետևի ստանձնած պաշտոնին կամ հետևի ենթադրյալ կատարված հանցագործությանը, այդ երկու սկզբունքները որպես այդպեսին այս դեպքում կիրառելի չէր հենց այս պարոն Վերմիշյանի ապօրինի ծագում ունեցող գույքին։ Նախ առաջինը պետք է արձանագրենք, որ Վենետիկյան հանձնաժողովն էլ իր եզրակացության մեջ անդրադարձել էր, ասել էր, որ հայցվորի կողմից այս դեպքում ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված հայցվորի կողմից առաջինը պետք է ներկայացնելով հայցադիմում, այս բան խոսում ենք դատախազության մասին, դատախազությունը պետք է ապացուցի, որ հենց այդ ձեռք բերված գույքը ապօրինի է։ Հենց այդ պահից սկսած, երբ որ ապացուցվում է, որ ըստ էության ներկայացում են ապացույցների դատարան, որ այդ գույքը ապօրին է, այդ պահից սկսած արդեն պաշտպանվող կողմը, այսինքն մեր վստահորդը պետք է սկսի ապացուցել, որ ոչ, այդ ձեր կողմից վկայված գույքը ապօրինի չէ, այլ ներկայացնի իր կողմից արդեն իր ապացույցները, որ հենց այդ գույքը ձեռք է բերվել օրինական եկամուտներով։ Հայցվորի եւ պատասխանողի միջև այս ապացույցների հետ կապված շատ սկզբունքային է հենց այդ տեսանկյունից, որ հենց հայցվորը պետք է առաջինը ներկայացնի, որ հենց այդ ձեռք բերված գույքը ապօրինի, նոր միայն այդ դրա ապացուցման բեռը կրի վստահորդը։ Մենք առաջնորդվում ենք հիմնականում այդ տեսանկյունից եւ նմանատիպ գործերում փորձում ենք դատարան վկայակոչել, որ հենց հայցվորը առաջինը պետք է ապացուցի դրանց ապօրինի ծագումը։ Սահմանադրական դատարանի բեկումնային որոշումից հետո կան հարցեր, որոնք պահանջում են որոշակիություն, որոնք ենթակա են պարզաբանման, օրինակ մեզ համար հարցական է, եթե զուգահեռ խոսում ենք երկու առանձին վարույթների մասին, մեկը հարուցված ենթադրյալ հանցագործության վրա հարուցված քրեական գործին եւ զուգահեռ դրան հաջորդող ապօրինի ծագում ունեցող գույքի
վարույթներին, պատկերացնեք մի իրավիճակ, երբ որ հենց ենթադրյալ կատարված հանցագործության հիման վրա հարուցված այդ գործընթացը ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված, պարզվում է հետագայում, որ զուգահեռ երկու գործընթացների գնում է, բայց պարզվում է հետագայում, որ այսքան ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթով բռնականցում է այդ ապօրինի ծագում ունեցող գույքը, այսպես ասած, իսկ այնուհետև ստացվում է, որ հենց այդ հարուցված, այսինքն դրան նախորդող հարուցված քրեական գործը, որը եղել է հիմք հենց ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթի հարուցման համար, ըստ էության կարճվում է կամ որևիցե ձևով ապացուցում է, որ այնտեղ այդ հանցագործությունը տեղի չունեցել։ Այսինքն այս դեպքում ինչ է կատարվում։ Մեր առաջարկներից մեկը եղել է այն, որ նախ առաջինը պետք է տեսնենք այդ հարուցված քրեական գործը ինչ ավարտ է ունեն, նոր դրա հիման վրա արդեն հարուցվի կամ առհասարակ չհարուցվի ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթները։ Հատկանշական է նշել նաև վաղամության հետ կապված, որտեղ հանցագործություններ կան, որոնք ունեն վաղամության ժամկետներ, այնց այդ վաղամության ժամկետների շրջանակներում նաև պետք է լինի նաև հենց այդ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթները։ Չի կարող ենթադրյալ հանցագործության համար վաղամության ժամկետը լինի 5 տարի, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված այդ վարույթները լինեն ասենք 10-15 տարի։